Բարի երեկո։ Եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մեր հեռուստադիտողի համար առանձնացրել ենք այն կարևոր նոր հասականը, որը չի վրիպել մեր ուշադրությունից։ Վանի լքված հայկական եկեղեցին հայտնվել է Թուրքիայի Մեջլիսի օրակարգում։ Այդ երկրի падգամավոր Գյուլջան Քաչմազը Վանի հայկական վարակ Սուրբ Խաչ եկեղեցու հարցով դիմել է Թուրքիայի խորհրդարան։ Падգամավորը հազանգում է, որ եկեղեցու գմբեթը փլուզված է, իսկ պատերի որմնանկարներն ու արձանագրությունները վնասված։ Նա նշել է, որ Վանը ծառայել է բազմաթիվ քաղաքակրթությունների մայրաքաղաք Ուրարտուից մինչև մեր օրեր։ Դամբարանները, եկեղեցիներն ու բազմաթիվ պատմական կառույցները քաղաքի մշակութային ժառանգության մասն են կազմում ու կարևոր են նաև հավատքի ու մշակութային զբոսաշրջության տեսանկյունից։ Ըստ падգամավորի անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի դրանք չքանդվեն։ Տեղյակ եք Վանի նահանգի շրջանում գտնվող հայկական վարակ Սուրբ Խաչ եկեղեցու կրած վնասների մասին։ Ինչու չի կանխվում վանքի հետագա փլուզումը։ Կան արդյոք որևէ կարգադրություն հայկական եկեղեցու պահպանության մասով։ Եթե այո, ապա այդ դեպքում ինչու չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ։ Նման հարցադրում է արել նա, ակնկալելով պատասխան ստանալ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից։ Նշենք, որ հայկական վարակ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում։ Վարչապետ Փաշինյանը խաղաղության գագաթնաժողովին կարճատև հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա հանդիպմանը հիշեցրել է, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ։ Շնորհակալություն ձեզ, Աստված պահապան ձեզ։ Շարմ էլ-Շեյխում Թրամփի ելույթից հետո ասել է Փաշինյանը։ Հիշեցնենք, վերջին շրջանում Ալիև-Փաշինյան Վաշինգտոնյան հռչակագրից հետո Թրամփը հաճախակի էր շփոթում Հայաստանի և Ադրբեջանի անունները։ Վերջերս էլ նա մոռացել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։ Տեսանյութը առանց մեկնաբանության։ Thank you very much. Prime Minister of Armenia. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովում հիշատակել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին, հիշեցնելով, որ կարգավորել է տարիներ ի վեր ձգվող կոնֆլիկտը։ Նա հայտարարել է, որ մեկ ժամում լուծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 32 տարի չլուծված հակամարտությունը։ Տեսեք, նրանք նստած են այստեղ։ Երբ ես առաջին անգամ հանդիպեցի Փաշինյանին ու Ալիևին Օվալաձև գրասենյակում, նրանք նստած էին տարբեր կողմերում և մեկ ժամ անց նրանք արդեն փաթաթվում էին։ Եվ այժմ նրանք միասին նստած են որպես ընկերներ։ Նայեք նրանց։ Ես ուզում եմ երկուսիդ էլ շնորհակալություն հայտնել։ Սա անհավանական է, ասել է Թրամփը։ Բաքվում անցկացվել է այսպես կոչված անհետ կորած անձանց հարցի լուծման համար ջանքերի համատեղում և համագործակցության ընդլայնում խորագրով միջազգային համաժողովը։ Այնուհետև կազմակերպվել է կոնֆերանսի մասնակիցների շրջայցը օկուպացված Արցախի տարբեր շրջաններ, այդ թվում բռնազավթված Շուշի։ Մասնակիցները շրջել են քաղաքում, եղել է նաև Բաքվի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված հայկական եկեղեցու լուսանկարներից պարզ է դառնում, որ Բաքուն կարծես թե ավարտել այստեղ իրականացվող այսպես կոչված վերանորոգման կամայական աշխատանքները, քանի որ շինաշխատանքների հետքեր չեն երևում։ Ըստ հրապարակված լուսանկարների եկեղեցու գմբեթի խաչը բացակայում է։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եկեղեցին երկու անգամ թիրախային հրթիռակոծության էր ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել ամենափրկիչի հրթիռակոծության մասին, այն որակելով որպես հնարավոր պատերազմական հանցագործություն։ Եկեղեցուն հասցված հարվածները թվում են կանխամտածված։ Այդ հարվածները պետք է անաչառ հետաքննվեն, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ասվել է Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրենի զեկույցում։ Պատերազմից հետո Բաքուն հայտարարել էր, թե սկսել է եկեղեցու այսպես կոչված ռեստավրացիան, որն իրականացվում էր կամայական ու տարօրինակ կերպով, առանց հայկական կողմի և միջազգային որևէ կառույցի համաձայնության ու ներգրավվածության։ Ավելին, ադրբեջանցի պաշտոնյաները եկեղեցին ներկայացնում են որպես աղվանական ու բացահայտ հայտարարում Արցախի տարածքներում հայկական կրոնական ժառանգությունն ավերելու ու ինքնությունը փոխելու մասին։ Բաքվի կողմից կազմակերպված միջազգային համաժողովը, ինչպես նաև դրա շրջանակում իրականացված շրջայցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես Շուշի, վկայում են Ադրբեջանի կողմից մշակված քաղաքական ռազմավարության մասին, ուղղված Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության վերաձևմանն ու ժխտմանը։ Պատմության և մշակույթի քաղաքական շահարկմամբ Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները եկեղեցին աղվանական ներկայացնելու և հայկական կեղծ հետքերը վերացնելու մասին ոչ միայն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այլև նպատակ ունեն ջնջել հայկական ինքնությունն ու հետքերը Արցախում։ Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։ Նրան նոր մեղադրանք է առաջադրվել։
Քննչական կողմինտեի հաղորդման մեղադրանքին ավելացվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածը։ Այսօր Թբիլիսյան 5-րդ հասցեում տեղի ունենալու ազգային բարերար Սամվել Կարապետյանի դատավարությունը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանությունները լուրջ են պատրաստում այս դատավարությանը, իրենց բոլոր օղակներով փորձելով Կարապետյանի շուրջ թալանչու կերպար ստեղծել։ Ըստ իշխանական աղբյուրների հրահանգ կա, որ տարբեր քաղաքագետներ, ՔՊԱ-կաններ քննադատեն Սամվել Կարապետյանին ու նրա ստեղծած մեր ձևով քաղաքական միավորի ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Իշխանականները 3 ողջ օրը մեկը մյուսին հերթ չտալով վարկաբեկում էին Նարեկ Կարապետյանին, ծաղրում նրա արած հայտարարությունները։ Բոլոր ՔՊԱ-կանները լծված են այդ գործին։ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբն էլ հայտարարություն է տարածել։ Առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն պարզապես անտեսելով դատանի պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերը սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող, առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք, առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական եւ օրինական հիմքի։ Այս գործողությունները իրավական տրամաբանությունից դուրս են։ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով եւ իրավապահներին արված ցուցումներով։ Նշենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Եգիպտոսի, Կատարի եւ Թուրքիայի միջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գազայի հատվածում հրադադարի մասին փաստաթուղթ են ստորագրել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, հավաստիացրել է Թրամփը, հիշեցնելով այն կանխատեսումների մասին, որտեղ հենց մերձավոր արևելքն էին անվանում գլոբալ հակամարտության մեկնակետ։ Եվ չնայած Թրամփը հայտարարել է պատերազմի ավարտի եւ կարգավորման գործում իր առանցքային դերի մասին, դեռ պարզ չէ, թե արդյոք հրադադարը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության։ Համասում համաձայն չեն լիակատար զինաթափման, իսկ Իսրայելում պահանջում են ավելի խիստ միջոցներ կազմակերպության նկատմամբ։ Թե որքան կայուն է թվում հրադադարը եւ ինչպիսին կարող է լինել Գազայի հատվածի ապագան, ցույց կտա ժամանակը։ Եվ վերջում տեսանյութ։ SpaceX-ը հաջողությամբ իրականացրեց իր ամենամեծ Starship հրթիռի 11-րդ փորձնական թռիչքը։ SpaceX-ը պատրաստվում է լուսին թռիչքի։ Այսօր այսքանը։ Իրազեկված լինելու համար շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով։